Ռոբերտ Քոչարյանը հենց ինքը պարտված նախագահ է մեր իշխանությանը։ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանը պարտվել է քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է պարտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Միշտ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ունի այն արածը դրածը Հայաստանի Հանրապետության համար կամ հակառակը երևի այն թալանածը, որ պետք է հետ վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը, որ մի հատ էլ հավակնի հաղթող նախագահի դերից հանդես գալ ու ընդհանրապես այդ հարցազրույցների մեջ տենց նուրբ թելով Ռոբերտ Քոչարյանը իրեն միայնակ վերագրում է տենց էլ ոյնի կերպարի մեջ վերագրում է, որ ինքն է առաջին արցախյան հակամարտությունը հաղթած նախագահը։ Տղա, դու ընդամենը եղել ես այդ ժամանակ Արցախում պաշտոնավարող, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որ ամենամեծ ներդրումն է ունեցել, ղեկավարել է այլ անձ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած այս վերջին հարցազրույցում վերջապես գոնե տենց հանրությանը բաց տեքստով ասեց, որ իրեն հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետություն, այո, իրան է այսպես ասած կարգվել Լեռնային Ղարաբաղի իշխանություններից հետո ունենալ Հայաստանում նաև իշխանություն, բայց Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրված նախագահ չի եղել։ Ինձ թվում է ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում։